Ամրոցների մի ամբողջ շղթա փոքրիկ հողակտորի վրա։ Արյամբ ներծծված քարեր, որ բազում կյանքեր են փրկել։ Ինչի մասին են լռում հուշարձան դարձած հայոց լեռների պահապանները։ Հայոց աշխարհը մշտապես հսկող այս քարե հսկաները մեր ողջ պատմության ուղեկիցն են, վերելքների ու վայրեջքների ականատեսը։ Հնագույն դարերից սկսած ամրոցները ստանձնեցին հայրենիքը պաշտպանելու կարևորագույն առաքելությունը։ Շատերը փորձեցին նվաճել, կործանել հայոց աշխարհը, սակայն մեր հոգու ամրոցները երբեք չհանձնվեցին։ Ամրոց, որն անհնար է նվաճել ոչ սրով, ոչ նենգությամբ և ոչ էլ պաշարմամբ։ Ամրոցներից յուրաքանչյուրն ունի իր հայտնի ու անհայտ պատմությունը, իր խորհուրդը։ Դրանք առաջնային դերակատարում ունեին ժողովուրդների պատմության մեջ։ Անպարտելի էին այն ժողովուրդները, ովքեր կարող էին հզոր բերդեր ու ամրոցներ ունենալ։ Հայոց ամրոցների ստեղծման գործում մեծ դեր ունի մեր պատմության սկիզբը։ Հայկ Նահապետի առաջին կառուցած ավանը եղել է Հայկաբերդը, այսինքն Հայկի Բերդ, այսինքն այդ ամրոցը եւ բերդը գալիս է մեր սկզբից, մեր պատմության, մեր լինելիության սկզբից, որը շատ խորհրդանշական է։ Մենք պետք է մեր պատմությունը ստեղծեինք բերդից, եւ մեր ամբողջ պատմությունը էլ այդպես գնացել է։ Սա է այն գլխավորը, որն ընդմիշտ կապեց մեզ այս լեռներին, քարերին ու ջրին, որոնց համար հայ ազգը ոչինչ չխնայեց և պաշտպանեց դրանք իր զավակների կյանքի գնով։ Հայկական լեռնաշխարհի այս բազմաթիվ ամրոցները խոսում են Հայաստանում ամրոցաշինական մշակույթի խիստ զարգացած լինելու մասին, մի մշակույթ, որը հասու էր ժամանակի միայն քաղաքակիրթ հասարակությունների։ Հայկական լեռնաշխարհում, երբ որ մենք խոսում ենք ամրոցների ի հայտ գալու վաղագույն ժամանակների մասին, առաջին ամրոցների դերն ու նշանակությունը արժևորելիս, բացի այն, որ դրանք բնականաբար պաշտպանական ֆունկցիա ունեին, պաշտպանում էին ինչ-որ հասարակություն, ինչ-որ տեղ հավաքված, ասենք քաղաք, բնակատեղի կամ ինչ-որ ճանապարհ, հսկում էին ճանապարհներին եւ այլն, նաեւ ունեցել են մի շատ կարեւոր գերխնդիր։ Հասարակությանը միտեղ հավաքելու, հասարակությանը կամ հանրությանը միտեղ պահելու համար ամրոցը, ինչպես տաճարը, ասենք Միջագետքում, ունեցել է սոցիալ ինտեգրացնող գործոնի դերակատարում։ Աստվածաբնակ և անառիկ բջնի, այսպես է հիշատակվում բջնիի բերդը, որտեղ դժվար է տարբերակել առասպելն ու փաստը։ Ինչ զորություն էր թաքնված այդ ամրոցի ներսում, որը պաշտպանող քաջերը կարողանում էին անդադար մարտնչել հազարավոր թշնամիների դեմ։ Ուղևորվենք հրեշտակների հովանու ներքո գտնվող այդ ամրոց։ Բջնիի ամրոց գտնվում է Կոտայքի մարզում։ Պատմական աղբյուրներում ամրոցը հիշատակվում է վաղ միջնադարից։ Բավական անմատչելի դիրքում է կառուցված այս ամրոցը, և կարծես նրա անառիկության գաղտնիքներից մեկը հենց դժվար հասանելի այս դիրքն է, սակայն սա գաղտնիքներից ամենատեսանելին է։
Այս բերդի պատերի տակ տարեր են կանգ առել, տասնյակ բանակներ են խորտակվել, բախվելով նրա հզոր աշտարակներին։ Ահռելի պարիսպները կարծես շարունակությունն են բջնիի բնական ամրությունների։ Բերդի տարածքում այժմ տեսանելի են հսկա ջրամբարն ու ժանդակ շինությունների հետքերը։ Ամրոցի այս բազմաթիվ կառույցները իհարկե բավարար չէին անընդմեջ ճակատամարտելու և պաշարումների ժամանակ սովին ու ծարավին դիմակայելու համար։ Երկարատև պաշարումների ժամանակ բջնի ամրոցի շրջակայքը լի էր թշնամիներով։ Նրանք զարմանում էին, որ ծարավից, սովից թուլանալու փոխարեն ամրոցի պաշտպանները էլ ավելի էին զորանում։ Բնական է, որպեսզի ամրոցի պաշտպաններին զենք, զինամթերք, սնունդ հասցվեր, ամրոցը պիտի ունենար գաղտնուղի, և այն ուներ, այն էլ ոչ մեկը։ Շատ դեպքերում այդ գաղտնուղիները պատրաստում էին պաշտպանողությունը ոչ թե իրենց այդպես չլինի այդպեսի տարածված կարծիք հայտնենք, որ հետագայում իրենց փախնելու հնարավորությունը տվի։ Այդ գաղտնուղիները հենց օգտագործում են նրա համար, որպեսզի կարողանան այդ ինքնապաշտպանությունը ավելի երկարացնել, որպեսզի կարողանան այդ զինվորների մարտունակությունը, քաղցը եւ ծարավը ուրեմն հագեցնեին։ Վաղուց գաղտնիք չէ ամրոցի այս գաղտնուղին, որը տարել է ուղիղ Հրազդան գետի ափ։ Հավանական է, որ թշնամին նույնպես գիտեր այդ գաղտնուղու մասին։ Գաղտնուղու քանդված ելքի դիմաց ես հանդիպեցի գյուղացիներից մեկին, ով պատմեց ինձ հետաքրքիր պատմություն ևս մեկ առասպելական գաղտնուղու մասին։ Տիկին Գայանե, ճիշտ է, որ այս գաղտնուղուց բացի մի ուրիշն էլ է եղել։ Տատիկս 6 տարեկան աղջիկ է եղել, պատմում է ինքը այն ժամանակ իր մոր հետ այդ գետնուղիով իրանք իջել են դեպի ներքև։ Մինչև գետ գնացել։ Մինչև գետ չեն գնացել։ Իջել են, ասма մի ասենց մեծ հրապարակի պես այնց տեղ ու ասма տեղ ջուր կար։ Տաք ջուր ու սառը ջուր։ Սառը սև ջուր է կոչվել։ Իսկ տաք ջուրը ասма մարդիկ մտնում էին շատ ժամանակ լողանում էին, ինձ թվում է որ մեր անքային ջրերից է եղել։ Բայց ասма մի ժամ անընդհատ իջնում էինք աստիճաններով։ Այն ժամանակ ասма մեկը գետնա գնաց է, մի ուղին, մեկը եկեղեցիա գնաց է, լենք Թեմուրը արշավել աստեղ ժողովրդին հավաքել եկեղեցին լսել, որ պիտի տանեն կոտորեն, գաղտնուղիով մեր քահանան այդ ժողովրդին բերելա լրիվ մցրել ամրոց։ Ու հետո, որ առավոտ եկել են, որ պիտի ժողովրդին դուռը բացել են, տեսել են, որ ժողովուրդը չկան, զարմացել են ժողովուրդուրեն, մեր քահանան ասելա, որ մեր եկեղեցին նենց զորություն ունի, որ բոլորը թիթեռներ են դարձել թռել են։ Հա, նման է աղավնու լեգենդին։ Դրա համար մենք այն ժամանակ, ասենք մեծերից լսել ենք, որ այս մեր շրջակայքում բոլոր եկեղեցիների գմբեթները գցած է, թուրքերը քանդել են, բայց ասենք մերու համար վախեցել են, որ իմացել են այդեն զորություն ունի, ինչ որ այդ եկեղեցին ձեռք չեն տվել։ Եկեղեցին գտնվում է ամրոցի դիմաց, սակայն ոչ նրա տարածքում։ Ժողովուրդը հավատում է նաև, որ հայ մարտիկները եկեղեցուց ամրոց էին գալիս այդ առեղծվածային գաղտնուղով, դուրս գալիս կռվի, անընդհատ համալրելով մարտնչողների շարքերը։ Հիմնականում այդ եկեղեցիները նաև տվյալ իշխանական տան անձնական, այսպես հա, ոնց որ ասած, այդ տոհմի ոնց որ եկեղեցին լինի, հատուկ դրա համար կառուցել են այդ պատվերներով եւ այլն, չի բացառում նաև, որ եկեղեցուց դեպի
Միջնաբերդ, եկեղեցուց դեպի ամրոցի տարածք եւ այլն, նաեւ լիներ գաղտնուղի։ Էլ չեմ ասում էլ մենք ունենք եկեղեցիներ, որոնք իրենք նույնպես պարսպապատված են եղել։ Մենք չենք կարող ոչ հաստատել, ոչ էլ ժխտել գաղտնուղու առասպելի իրական հիմքերը, սակայն ժողովուրդը հավատում է իր եկեղեցու ու ամրոցի մոգական կապին։ Բժնի ամրոցի ոսկե դարը կարելի է համարել 11-րդ դարը։ Հենց այդ ժամանակ ամրոցի դիմաց կառուցվեց Սուրբ Աստվածածին եկեղեցին, եւ այդ դարից սկսյալ բջնին համարվեց աստվածաբնակ եւ անառիկ։ Ամրոցի ուժով եւ եկեղեցու զորությամբ հայ զինվորները բազմիցս դուրս շպրտեցին թշնամիներին հայրենի հողից։ Այս եկեղեցին ստեղծման օրվանից թշնամիների բազում արշավանքներ է տեսել եւ առեղծված է, թե ինչու նրանցից ոչ մեկը այս եկեղեցու վրա ձեռք չբարձրացրեց ու այս տաճարից ոչ մի քար չի պակասում։ Ավելին, այս եկեղեցին դարձավ մեր մշակույթի ամենակարևոր կենտրոններից մեկը։ Այստեղ 1066 թվականին տեղի ունեցավ նաև հայոց կաթողիկոսի ընտրություն։ Եկեղեցին ու ամրոցը խոսում են հայ հոգու եւ բասկի ուժի միասնության մասին։ Ամրոցներն ու տաճարները հավատքի եւ ուժի միավորման բացառիկ օրինակներ են մեր պատմության մեջ։ Մարտից առաջ զինվորները նախ օրհնություն էին ստանում Բերթինկից եկեղեցում, ապա գնում մարտի։ Տարածված կարծիքներից մեկի համաձայն այն բերթերը, որ եկեղեցի ունեին, երբեք չեն հանձնվել։ Այսպիսով, ի՞նչն է ստիպել հային այդքան բերթեր կառուցել։ Շարունակենք մեր ուղին ամրոցների հետքերով։ Մենք ուղևորվում ենք Բերթերի հողակտոր Արցախ։ Խաչաղակաբերդ, Բերթ, որը կառուցվեց 8-րդ դարում արաբական արշավանքների ժամանակ, իր չափազանց բարձր դիրքի շնորհիվ այն տեսանելի է տասնյակ կիլոմետրերից։ Միայն Բերթի բարձրությունը հասնում էր շուրջ 60 մետրի։ Բավականին դժվար է մուտք գործել այս ամրոց, եւ նույնիսկ այսօր առանց դիմադրության չափազանց դժվար է հասնել պարիսպներին։ Ասում են, որ Բերթը իր անունը ստացել է իր անառիկ դիրքի շնորհիվ, քանի որ այն տերերից բացի հասու էր միայն կաչաղակներին։ Այս տարածաշրջանում Կաչաղակաբերդը իր ժամանակի հզոր պաշտպանն էր։ Իր գերիշխող դիրքի շնորհիվ այստեղ հայերը պաշտպանվել են նույնիսկ առանց զենքի։ Այս անառիկ ամրոցը միշտ անհաս մնաց թշնամիների համար։ Բոլորովին վերջերս այս ամրոցի տակ հայտնաբերվեց մի եկեղեցի, որը հնագետները կոչեցին Զորաց։ Մենք ունեցել ենք նաև Զորաց եկեղեցիներ, որտեղ ճակատամարտերից առաջ հատուկ ասենք օրինակ օրնվել են այդ մարդիկ, դա մտնում է, ասենք հավատացյալ իր ուխտի պահապան զինվորի կամ զինվորների կամ չգիտեմ բանակի, զորամասի եւ այլնի, այսպես ասած ինքնությունը ապահովելու խնդիրների ժամանակակարևոր տարերից մեկն է։ Հայ ժողովրդի պատմության յուրաքանչյուր ժամանակաշրջան կապված է բերթերի ու ինքնապաշտպանության հետ։
Մեր պատմությունը շնչելու ժամանակ չթողեց մեր ժողովրդին, անընդհատ ու հավերժ պայքարի ճակատագիրն էր հայինը։ Շատ հնագույն բերդեր ավարտեցին իրենց առաքելությունը և անցան պատմության գիրկը, բայց կան ամրոցներ, որ մինչև 20-րդ դար շարունակում էին պաշտպանել ու ոգեշնչել ժողովրդին։ Ասկերանի ու Շուշիի բերդերը այդ եզակիներից են, որոնք հենց այդ ժամանակի հայության քաջության ու արիության ականատեսն են։ Ասկերանի բերդը հզոր պարիսպներ ուներ և փակում էր անկոչ հյուրերի ճանապարհը դեպի Շուշի։ 20-րդ դարի սկզբին Ասկերանն ու Շուշին, ինչպես նաև ողջ Արցախը ոսկոր էին դարձել մուսաֆատ թուրքերի կոկորդին, և հենց Ասկերանի ամրոցում հայերի խիզախությունն էր, որ ժամանակին թույլ չտվեց հայաթափել ողջ Արցախը։ Ջոկատներից մեկի հրամանատարը հրամայեց իր ջոկատին ետ նահանջել, բայց նա մնաց ու միայնակ շարունակեց պաշտպանել ամրոցը, փրկելով իր զինվորների կյանքերը։ Միգուցե այս պատերը պահեցին հայերի սխրանքը, որ արդեն Արցախյան պատերազմում մենք չհանձնեցինք այս ամրոցը, չնայած թուրքերը ամբողջ ուժով ջանում էին տիրանալ դրան։ Հայի ազատ ապրելու անսպառ մղումով է պայմանավորված բազմաթիվ բերդերի ու ամրոցների կառուցումը։ Իր տարածքի հետ համեմատած եւ մեր ժողովրդի պատմության հետ համեմատած այնքան ժողովուրդներ չկան, որ ունեցել են բերդեր։ Նույնիսկ մեր մասնագետները չեն կարողանում հաշվել մեր բերդերի եւ ամրոցների թիվը։ Դա ինչից է գալիս։ Նշանակում է այնքան շատ են։ 100-ից ավել բերդեր միայն Կիլիկյան թագավորությունում, 100-ից ավել բերդեր միայն Ղարաբաղում։ Սա խոսում է այն մասին, որ բերդերի եւ ամրոցների հետ մեր ժողովուրդը ուղղակի կապել է իր գոյատևումը։ Շուշին, Ասկերանը, Կաչաղակաբերդը, շատ այլ արցախյան բերդեր դիմագրավեցին թշնամիներին մինչև վերջ, դարձան ազատ Արցախի խորհրդանիշն ու պահապանները։ Ամեն մի ամրոց հայորդիների քաջության պայքարի պատմություն է։ Մեր ժողովուրդը յուրաքանչյուր ամրոցի մեջ դրել է իր հարատևման խնդիրը։ Պարսիկ խաները եւ թուրք սուլթանը եւ փաշաները այն տարածներում իրանք լավ գիտեին, որ իրենցը չի այդ տարածներ, այսինքն հայկական տարածներում կառուցել են բերդեր եւ ամրոցներ։ Բայց մենք երբեք ուրիշի տարածքում բերդ եւ ամրոց չեն կառուցել։ Այսինքն մեր բերդերը եւ ամրոցները կառուցվել են բացառապես պաշտպանական եւ ինքնապաշտպանական մղումներով։ Մեր ժողովուրդը ճակատագրի բերմամբ ցանկացել է միշտ անառիկության մեջ ապրել, իր կյանքը կապել այն հողին ու լեռներին, որտեղ սկիզբ է առել։ Այնտեղ, որտեղ Հայաստանի բարձր լեռներն ու անունները այլևս չէին պաշտպանում, կառուցվում էին բերդեր ու ամրոցներ, որպես անառիկ պաշտպաններ։ Ուղևորվենք այդ ամրոցներից մեկը։ Դաշտադեմի ամրոց։ Ենթադրվում է, որ կառուցվել է Ուրարտական հնագույն բերդի հիմքերի վրա 5-ից 7-րդ դարերում հայ կամսարական նախարարական տոհմի կողմից։ 9-ից 10-րդ դարերում Դաշտադեմի ամրոցն անցնում է Բագրատունիների իշխանության տակ։ Հեռավորությունը Երևանից 74 կիլոմետր։ Հայոց մայրաքաղաք անին կառուցող կամսարականները ով սովորական դիրք ընտրեցին այս ամրոցի կառուցման համար։ Ամրոց, որը թեև զուրկ էր բնական պարիսպներից, բայց ապավինում էր իր հզոր քարե պարիսպներին։ Սակայն այս հսկա պարիսպները չօգնեցին Դաշտադեմի ամրոցին խուսափել բազմաթիվ նվաճողներից։
Հաշտադեմի ամրոց, ի տարբերություն հայոց անմատչելի լեռներում կառուցված մյուս ամրոցների, այս մեկը կառուցվել է հարթվայրում, բայց միևնույն առաքելությամբ, պահպանել սեփական հայրենիքը։ 1045 թվականին, երբ կործանվեց հայոց Բագրատունյա թագավորությունը, Հայաստանում քոչվոր ցեղերի անընդմեջ հարձակումները հաջորդում էին միմյանց։ Եվ տարիներ անց այս ամրոցը հայտնվեց սելջուկների գերիշխանության տակ։ Հետագայում սելջուկներից այս ամրոցը անցավ արաբական Շադդադյան տոհմին։ Ի վերջո, հայ Զաքարյան իշխանական տոհմին հաջողվեց ազատագրել Դաշտադեմի ամրոցը, բայց պատմությունը դեռ իր ասելիքն ուներ։ «1918 թվականն էր։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման նախօրեին Դաշտադեմի ամրոցը կրկին օտարի ձեռքում էր։ Գաղթական սասունցիների գլխավորությամբ այս տարածաշրջան եկած մոտ 500 տարոնցիներ շարժվեցին դեպի Դաշտադեմի ամրոց։ Պայքարն անհավանական էր թվում, քանի որ անգամ հրանոթներով այդ ամրոցը խանից չէին կարողացել գրավել։ Դաշտենցը իր ռանջպարների կանչում գրում է. «Ուրիշ ոչ ոք, միայն այդ մի խումբ սասունցի հեծյալները պիտի գրոհի գնային Բերդի վրա»։ Հայդուկները ձիերը հեծած Սարի գագաթից խուժեցին դեպի Դաշտադեմ։ Խանը քուրդ թաթարական պահակազորին հրամայեց ոտքի կանգնել և թնդանոթային ուժեղ դիմադրություն ցույց տալ ամրոցի խրամատներից։ Սակայն ինչը կարող էր դիմանալ հայրենիքը կորցրած տեռնականների ուժգին գրոհին։ Հեծյալները խորտակեցին ամրոցի դռները և Բերդի մեծ դռնով խուժեցին ներս։ Թշնամին փախուստի դիմեց, իսկ իրեն ամրոցի տիրակալ համարող խանը խուճապահար փախավ ամրոցի հետնամասում գտնվող գաղտնուղով։ Այս հերոսական կռիվը մեծ դեր ունեցավ Սարդարապատի հերոսամարտում, քանի որ թուրքական բանակը արդեն զրկված էր քրդական և թաթարական զորքերի օժանդակությունից։ Դարեր շարունակ նվաճողները վերակառուցելով, արձանագրություններ թողնելով ամրոցի պատերին, հույս ունեին մնալ ու տեր դառնալ այս հողին, բայց դա նրանց չհաջողվեց։ Եվ չի հաջողվի նաև նրանց, ովքեր այսօր իրենց տեր են զգում մեր վեհ լեռներին, ուր լսելի է մեր նախնիների ձայնը։ Այս ամրոցն իրոք ձեռքից ձեռք է անցել։ Շատ տիրակալներ են բազմել այստեղ, բայց բոլոր նվաճողներն էլ սարսափով սպասել են ամրոցի իրական տերերին, հայերին, մի ազգ, որ ուրիշի հայրենիքը դժոխքի վերածելու միտում չունի, մի ազգ, որ բերդեր ամրոցներ է կառուցել ոչ թե նվաճածը պահելու, այլ կյանքեր փրկելու համար։ Բայց հայերիս անպարտելի բերդը մեր մեջ է, այդ բերդը մեր նախնիներից ժառանգած հավատքն է, նրանց փոխանցած սերն ու նվիրումը հայրենիքի հանդեպ։